Սիրելի հայրենակիցներ, այն մարդիկ, ովքեր 18 թվականին եկան իշխանության, այն հայտարարություններով, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, հովանավորչության դեմ պայքարել, հիմա ամեն քայլափոխի կարող ես առերեսվել մի իրականության, որտեղ տեղի ունենում կոռուպցիա, հովանավորչություն, գումարների խոշոր մսխում։ Ես հիմա կփորձեմ փաստերով ներկայացնել մի քանի դրվագներ պարզապես։ Օրինակ, Ստեփանավանի ԿՊ-ական համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ով կազմակերպություն էր հիմնադրել 2018 թվականին եւ հետո քաղաքապետ դառնալուց հետո իր կազմակերպությունը սկզբում փոխանցել է իր դստերը եւ հետո կնոջը 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ։ Փաստացի իր կառավարման օրոք 468 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել իր իսկ կողմից ձևավորված եւ հետո կնոջը փոխանցված կազմակերպության հետ։ Սա այն է հովանավորչությունը ուրիշ ձև կամ կոռուպցիան ուրիշ ձև ինչպես պետքա դրսևորվի։ Հաջորդը վերջերս հայտնի դարձավ կարծես թե ֆակտորի որոշակի վերլուծությունների արդյունքում, որ 207 միլիոն դրամ կամ 550,000 դոլար գաղտնի ընթացակարգով մեկ անձից գնումների տրամաբանությամբ փոխանցվել է մի կազմակերպությամբ, որը հիմնականում կապվում է Վարդան Ազատյան անուն ազգանուն ունեցող մարդու հետ, ինչ որ վերլուծություններ կատարելու մասով։ Այսինքն գաղտնի ընթացակարգով մեր քաղաքացիների գրպանից 550,000 դոլար տրամադրվում է մի մարդու ինչ որ վերլուծություններ կատարելու մասով, ես ուզում եմ հիշեցնել, որ տվյալ անձ օրինակ հեղինակել է ովքեր արեցին հեղափոխությունը ստեղծագործությունը, այսինքն մեր իշխանական մարդուն գաղտնի ռեժիմով մեկ ընթացակարգով տրամադրվել է 550,000 դոլար, հովանավորչություն, չէ, չեք լսել նման բան։ Հաջորդը բազմաթիվ են այն դեպքերը, երբ օրինակ կառավարության անդամ հանդիսացող մարդիկ դուրս են գալիս իրենց զբաղեցրած պաշտոններից եւ հետո հայտնվում են մի այլ կազմակերպությունում, որտեղ իրենք կոնկրետ ներդրում են ունեցել եւ պաշտոն են ունեցել։ Օրինակ, այս հայտնի QR-ների պատմությունը, որի մասին բազմաթիվ առիթներ ունեցել եմ խոսելու։ Ուրեմն ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ունենալով կոնկրետ լիազորություններ, կոնկրետ իրավասություններ, իր կառավարման օրոք պիտակների, դրոշմապիտակների բիզնեսը մոնոպոլ դիրքով տրամադրում է մի կազմակերպության եւ հետո պաշտոնը լքելուց հետո գնում եւ զբաղեցնում է այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Բա քաղաքական կոռուպցիան ուրիշ ինչ տեսք է ունենում, երբ դու որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ մոնոպոլ դիրքերով հանձնում ես տվյալ բիզնեսը կոնկրետ կազմակերպությանը եւ պաշտոնը լքելուց հետո գնում ես այդ կազմակերպությունն ես ղեկավարում։ Հաջորդ նման հետաքրքրական օրինակը Դաստակերտի հանքավայրի օրինակն է, որը տարբեր սխեմաներով մի ձև հայտնվում է Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի մտերիմ անձի ձեռքում եւ Հովհաննես Հովհաննիսյանը, որ մասնագիտությամբ բժիշկ է, իր պաշտոնավարումից հետո, տկեն փոխնախարար լինելուց հետո դուրս է գալիս եւ գնում է այնտեղ բավականին բարձր պաշտոն զբաղեցնում, հա ինչ որ գծով տնօրենի պաշտոնն զբաղեցնում։ Բա դա հովանավորչություն չի, դա քաղաքական կոռուպցիա չի, թե չեք լսել նման բանի մասին։ Հաջորդը սնանկացման էլեկտրոնային համակարգ ձևավորելու համար Արդարադատության նախարարությունը 2021 թվականին 173 միլիոն դրամ է տրամադրում Հարմոնիա կազմակերպությանը այդ ծրագիրն իրականացնելու համար 21 թվականից, տեսեք քանի տարի անցել, այդ ծրագիրը չի գործում, այսինքն մեր հարկատուների գրպանից 173 միլիոն դրամ տրամադրվում է մի կազմակերպությանը ծրագիրը ներդնելու համար, գումարը վատնված է, ծրագիրը չկա։ Հիմա կամ ասեք ուղղակի անճարեք, կամ կոռուպցիոն մեխանիզմներով այդ գումարները վատնվել են։ Հաջորդը ինչի մասին ես կուզենայի խոսել։ Մեր Երևանում բնակվող մարդկանց համար լրջագույն մարտահրավեր է այն խցանումները, որոնցում մեզանից յուրաքանչյուրս հայտնվում է ամեն աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամերով կարող ենք կանգնել խցանումների մեջ։ Բայց հիմա ինչ է որոշել քաղաքապետարանը։ Ստեղծում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն։ Այսինքն մի առանձին կենտրոն է ստեղծվում, որին տարեկան տրամադրվելու է մոտ 500 միլիոն դրամ։ Սիրելի հայրենակիցներ, 500 միլիոն դրամ տրամադրվելու է մի կենտրոնի,
որը պետք է իրականացնի որոշակի գործառույթներ, օրինակ քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման եւ զարգացման պլանավորում, կամ երթևեկության հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություն ու մոնիտորինգ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօրվա քաղաքապետարանի կառուցվածքի մեջ արդեն գոյություն ունեն նման ստորաբաժանումներ եւ կան համապատասխան մարդիկ, ովքեր այդ գործառույթներն իրականացնում են։ Ինչպես նաեւ ներքին գործերի նախարարությունում կան համապատասխան ստորաբաժանումներ, որ այդ գործառույթները պետք է իրականացնեն։ Ինչն է հետաքրքիր, որ այս մարդիկ, օրինակ, ստանալու են 1.800.000 դրամ աշխատավարձ, 1.700.000 դրամ աշխատավարձ, ու այսպես այս հաստիկացուցակը, որ նայում ես, ուզում ես հասկանալ, երկրի նախագահան ավելի ցածր աշխատավարձ է ստանալու, քան երթևեկությանը հետևող մարդը։ Ուզում եմ կրկնել, որ այդ պաշտոնները ստեղծելու անհրաժեշտություն չկար, որովհետև եւ ներքին գործերի նախարարությունում, եւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում արդեն այդ հաստիկները կան եւ մարդիկ ի պաշտոնե պարտավոր են այդ գործողություններն իրականացնել։ Հիմա իմ մտքով անցավ Անիֆը։ Անիֆով մարդիկ տասնյակ հազար դոլարներով աշխատավարձ էին ստանում։ Մարդը ամսական $10,000 աշխատավարձ ստանում էր, գործողումների խոշոր գումարներ ստանում էր, պարգևավճարներ ստանում էր, վերջը ինչ տեսանք, վերջը տեսանք տապալում։ Հիմա քաղաքապետարանում մարդ կա, որ այդ գործով պիտի զբաղվի, այդ գործի համար այդ մարդուն ասում են դու շարունակի մնալ, բայց հիմա քո գործառույթները արտապատվիրակում ենք մի կազմակերպության, որը 500 միլիոն դրամ գումար պետք է այդտեղ հատկացվի, մարդիկ 1.700.000, 1.600.000, 1.300.000 շատ խոշոր գումարներ են ստանալու։ Ինչի համար, որպեսզի երթևեկություն կարգավորեն, կարծես թե ակնհայտ չի, որ այն շինթույլտվությունները, որ համատարած տվել եք, այդ պայմաններում, երբ որ ենթակառուցվածք որևէ նոր ճանապարհ չի կառուցվում, այդ երթևեկությունը ոնց պետք է կարգվի։ Օրինակ Սարյան փողոցում, որ 50 հարկանի շենք կառուցելու թույլտվություն եք տալիս, առանց որևէ այլ ենթակառուցվածք կառուցելու պարտավորվածությամբ։ Հիմա ինչ ուզում եք հետևեք, այդ մարդը այնտեղ կանգնած նայի, թե մարդիկ ոնց են խցանման մեջ կանգնում։ Այդ հարցը ոնց պիտի լուծի, եթե նոր ճանապարհ չի կառուցվում, նոր ենթակառուցվածք չի կառուցում, կամ Օրբելի փողոցի վրա լավ էլ սիրուն շենք է ստացվում, այդտեղ ճանապարհ չեք կառուցում, հետևաբար ինչքան էլ միլիոնավոր դրամների գումարներ տակ այդ կազմակերպություններին եւ այդ մարդկանց, որևէ օգուտ դրանից չի լինելու։ Վերջերս Համալիրում Նիկոլ Փաշինյանը հավաքել էր ամբողջ պետական ռեսուրսը, մի կողմ դնենք այն համակարգ, այն մոտեցումը կամ որ դա հիշեցնում էր խիստ ավտորիտար երկրների կառավարման մոդել, եւ դու ամբողջ պետական համակարգին, ուսուցիչներին, տնօրեններին կանչում ես այսպես ինչ-որ բան ներկայացնելու համար, իսկ ավելի շուտ կոնկրետ ինչ էր ներկայացվում, որ մեր սահմանադրությունը պետք է փոխվի։ Իսկ ինչու պետք է փոխվի մեր սահմանադրությունը, որովհետև կա համապատասխան ադրբեջանական պահանջ։ Բայց լավ, մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչ է ներկայացվել պետական համակարգին։ Ամբողջ խնդիրն այն է, որ դա մեր քաղաքացիների վրա արժեցել է 42 միլիոն դրամ։ Մեր հերոս հարկատուները այդ գումարները վճարել են, որ Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ պետական համակարգի հավաքի եւ ասի, որ մենք պետք է փոխենք մեր սահմանադրությունը։ Ահա այսպիսի ժողովրդավարություն։ Քանի որ ժամանակ մնաց, ուզում եմ անդրադառնալ նաև հետևյալ հարցին։ Երեք մի օրենքի նախագիծ էինք քննարկում, էլի կոռուպցիայի հետ կապված որոշակի կարգավորումներ մտցնելու համար, եւ ես առաջարկեցի, որ օրինակ այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը մասնաբաժին ունի, խոսքը Ամոսար, Վիվասել եւ պղնձամոլիբդենային, համենայն դեպս այդ երեքը այս բանին հիշեցի, միգուցե ավել հատվածներ կան, այդտեղ նշանակված մարդիկ ունենան պարտավորություն հայտարարագիր ներկայացնելու։ Օրինակ ես պետք է անկեղծ լինեմ, ես ինչու չպետք է իմանամ, թե օրինակ Գնել Սանոսյանը պաշտոնը լքելուց հետո նախ ինչ ունի հիմա եւ Ամուսարում նշանակվելուց հետո ինչպիսի հաջողությունների է հասել։ Կամ օրինակ պղնձամոլիբդենային այդ կոմբինատում նշանակված իմ համաքաղաքացի Նարեկ Բաբայանը, ում մասին ուղղակի լեգենդներ են պտտվում մեր քաղաքում, ընդհանրապես մարզում։ Մի հատ գնացեք հարցրեք Նարեկ Բաբայանի մասին մինչև 18 թվականը եւ հիմա հարցրեք Նարեկ Բաբայանը ինչպիսի հաջողություններ ունի։ Յուրաքանչյուր կապանցի, քաջարանցի ձեզ կբացահայտի, թե ինչպիսի հաջողությունների է ինքը հասել։ Բայց ես այդ լեգենդներին, այդ միֆերին չտրվելու համար ասում եմ, որ այն մարդիկ, ովքեր նշանակվում են այդ պաշտոնների, իրենք պետք է ներկայացնեն հայտարարագիր, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե որտեղ էին եւ հիմա որտեղ են գտնվում։ Շնորհակալություն։ Ռուբեն Ռուբինյան